Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Տեսեք, եթե այս ամեն ինչը տեղի ունենում քարոզարշավի մեջտեղում, երբ ընտրություններին մնացել է ընդամենը 10 օր, ու քեզ կանչում են Երևանի կենտրոնի քննչական 2024 թվականի մայիսի ճանապարհատրանսպորտային ինչ-որ մի ակտի հետ կապված, քաղաքական հետապնդում է թե չէ կմտնենք փաստաբանից հետ դուրս կգանք Երևան, բայց որ սա քաղաքական ուղղորդված ակցիա է, դա վստահաբար այդպես է։ Պարոն Մխիթարյան, ինչ եք արել, որ ինչ մեղք եք Չգիտեմ, որ բերել են Մխիթարյանին հենրիխ չկարողացան բերել այդտեղ ստադիոն խաղալու, ձեզ այլ Մխիթարյանի բերեցին կողքի քննչական փաստորեն։ Դե Մխիթարյաններից մեկը ամեն դեպքում ստադիոնի շրջակայքում գոնե պիտի լինի, էլի։ Իսկ Տեսեք, ես մի բան ասեմ։ Առանց վարորդական իրավունքի վարել եք մեքենան։ Գերագույն գլխավոր քնձխը երբ եկել էր Գյումրի, Լաչառավարի հայտարարում էր, որ քարոզարշավին մասնակցում են տեխնացուներ, որոնք փորձում են պահել իրենց թալանած գույքը ինչ որ 300-350 միլիոն դոլարի, դե հիմա պարզվում է ես մի հատ ակտ կար, այդքանով չեմ խոսում, որովհետեւ դե անծանոթ կանանց այդ ջանով խոսեմ ինչ իմանա։ Իսկ Պատրոն է որպես խոսում են նախինների թալանից բան, որ նախինները Ես մի ակտ եմ թալանել։ Մի ակտ եմ թալանել 11 ամիս առաջ, հիմա կմտնենք հիմա։ Հիմա այդ որ ասում են Range Rover-ի վերադարձը կասում եք, չէ՞։ Range Rover-ի հատիկ առ հատիկի մեջ։ Մեր փաստաբանս բարև ձեզ։